Իսական արարողություն։ Երեք կարծեմ սրբազաններ էին ներկա, սա ձեզ համար 4։ Դրանք են սրբազանների շարքին են, ովքեր որ արդեն իրենց դիրքորոշումը հայտնել էին, բայց մեր այսօր էլ արդեն ոչ թե դիրքորոշումը, այլ մեր սրբազանի խոսքով այս Սուրբ Խորանի առաջ իրենց հոգևոր մահկանացուն կնքեցին։ Ես նկատեցի, որ բոլոր պարագաները, որոնք նախատեսված են պատարագ մատուցելու համար, Շիրակի թեմի քահանաները դուրս էին բերել եւ որևէ պարագա չկար, իրենք էին կարծես իրենց հետ բերել։ Ինչ կասեք այս մասով, հատուկ էիք դուրս բերել, հա, կամ ինչպես իմացան, որ պարագաները դուրս են։ Երեք իրենք ստեղ էին, չէ՞, որովհետեւ մենք այդ ամեն ինչը տեղափոխում էինք, խաղում էինք եւ կնքում էինք։ Հետեւաբար իմացել են։ Ազգային անվտանգության ծառայությունից որ բոլոր քահանաներին են մոտեցել, փորձել համոզել։ Չէ։ Միայն այն քահանաներին, որոնց այո, ոչ թե համոզում, այլ ասում են։ Հա, համոզել չէ։ Ուրեմն ոչ թե համոզում են։ Աբրես, ճիշտ ես ասում։ Բարև ձեզ։ Ով այդ մարդը։ Ձեր վարչապետը այդ մարդը չի։ Այդ մարդը դու չես տեսել, մեր ժողովուրդը տեսել է։ Ծուխը ձեզ փողը մեզ է։ Ծուխը ձեզ փողը մեզ է։ Դուք եք եկել։ Դրա համար պետք է հոգևոր կյանքը արմատախիլ արվի։ Նզովյալ, գնանք ո՞վ։ Ո՞վ է Նզովյալ։ Կգնաս կտենաս հերթով ոնց է թաղում հարազատներից, գնա։ Ո՞ւմն է թաղում։ Գնա կտեսնես։ Գնա Նզովյալ։ 50,000-ով թաղում անով։ Գնաս տեղից։ Գնաս տեղից։ 50,000-ով թաղում անով։ Հավացուց։ 100,000-ով կնում քարողներ, արա դուք եք։ Ինչ ոստիկանություն դուք քեզի տանի առաջին, արա հանգեստ։ Տեսար։ Առաջինը դուք քեզի քպտարի։ Կեստոտ մեկ, ամենը կեստոտ դրա դու ես։ Գնաս տեղից։ շուրջ կարնալ հաշել էիք, որ պատարագանը Հոգևոր կյանքը։ Հարիցան։ Հավաքեք դրան մեղք է, դուք եք լրիվդ կործանվելու։ Մենք աշխարհական ենք, բայց երեխական ենք։ Ուրեմն բարի, Հիսուսը մտավ տաճարը ու նրանք ովքեր պղծել են հանես դուրս, գնա։ Դու ես եկել այստեղ, սա իմ տունն է, դու ես մտել այդտեղ։ Բարև քեզ առաքելական, ասպաս թող բերի քով դեմը։ Չփորձեք ստեղ հարցազրույց տալ։ Ավանջան։ Գնա այստեղից։ Կկանչեք դեր թաղումի ցերոնց։ Գնա Լյուցիֆերը։ Տերնշան։ Անունդ մի տուր։ Տերնշան, դուք նաև նշել էիք, որ պատարական նման ինչպես դուք ձևակերպեցիք Այո։ արարողությունից հետո լինելու է մասնագործման արարողություն, դա ինչ է իրենից ներկայացնում։ Ես եմ ասել այդպեսի բան։ Շիրակի թեմից այդպես Սրբագործման ինչ-որ արարողություն է լինելու Սուրբ Յոթերքում։ Նախատեսվում է նման բան այսօր։ Բաներ կա հիմա չեմ կարող ասել։ Այսօր չի կարող լինի, որ մակրագործումը մենք չէ որ դանենք, մեր եպիսկոպոսները վիդանեն։ Նշան այստեղ ով է պատարագիչը հիմնական։ Այստեղի Մկրտիչ քահանա Մուշադյան Արմավիրի թեմից Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանան է։ Իսկ նրա հետ փորձեցիք պատարագից հետո խոսել, հանդիպել։ Չէ, ես այստեղ չէի, ես իմ պատարագին էի։ Ես կանոնական պատարագ էի մատուցում իմ եկեղեցում։ Նաև եք պատրաստվում անել ինչ-որ մաքրման ուղղված գործ։ Նոր նույն հարցը տվեցին, դա բաներ կա, որ հիմա չեմ կարող ասել, լավ։ Նաև կարծում եմ, որ առաջին անգամ է, չէ, ես որ կանիշում եմ, որ դեկտեմբերի 7-ին Սուրբ Յոթ վերջի զանգերը չղողանջեցին։ Ես այստեղ չեմ եղել, թե չի հնչել, ուրեմն այդպես է։ Որտեղ միշտ ղողանջել են։ Ես այստեղ չեմ եղել։ Չեմ լսել, այսինքն տվել են, թե չէ, դա չեմ տվել։ Ինչ եք անելու հիմա, վերադառնում եք, հա, 7 վերք եք։ Կանքի տանենք, մեր եկեղեցին է։ Ուժով կատարված պատարագը պատարագ չէ։ Բիրտ ուժով արված պատարագը պատարագ չէ։ Ուրիշի կանոնի եւ վիճակի մեջ մտնելը նզովքի արժանի բան է։ Լավ, այն մարդիկ, ովքեր որ չհասկանալով, թե պատարագը Սուրբ հաղորդության մոդենալ է աբաշխարությամբ, առանց աբաշխարության լկտիաբար մոդեցողները
մեր բոլոր եկեղեցու կանոններով, մեր հայրի ասածներով արժանի են նզովքի եւ իրենք իրենց անարժանորեն մոդենալով հաղորդությանը, իսկ որ իրենք այդպես են, իրենք դատապարտում են իրանց։ Դրա համար իրանց մոտ կա անպտղություն, դրա համար կա իրենց մոտ մարտարաժամեր, դրա համար կլինի շատ բաներ, որ կտեսնեք սրանից հետո։ Դեր հայր, հիմա նզովելու եք սրբազաններին, որոնք էստեղ։ Ուրեմն ես չեմ նզովում։ Նզովել, ախր դուք նզովքը չեք հասկանում։ Նզովք նշանակում է եկեղեցուց հանել։ Հանել չի նշանակում։ Հանելու եք սրբազան։ Դա ես չէ որ պետք է հանեմ, դա եկեղեցու բարձրագույն իշխանությունը պիտի անի։ Իսկ Սիմոնյանը քիչ առաջ նշեց, որ Մի անձնականացեք, չգիտեք։ ասաց Զալեն Սիմոնյանը քիչ առաջ, եթե իր ցանկությունը լինի, հաջորդ կիրակի կգնան Մայրաթոռ, ինչպես կմեկնաբանեք։ Թող լինի, տեսնենք։ Դե նշան է, երեքև այդ իրադարձությունը, որ տեղի ունեն, այդ դռները փակում էին, անուններ էին գրում, դա ինչ էր նշանակում, ով էր օրինակ պարտադրում հոգևորականներին, որ այսպես ասած պլոմբ էին դռները։ Չէ, հստակ ասված է, որ եկեղեցու բանալիները պիտի հանձնենք, մենք բանալիները չենք հանձնել, ուղղակի այդ թուղթը դրել ենք, մենք ենք որ տնկել ենք, հա, այսպես ասած, եւ դուրս ենք եկել, մենք բանալիները եկեղեցու չենք հանձնել։ Դե իրենք իրենց չգիտեմ ինչ բաներից երներով են ուզում այդպես անել։ Բայց մենք գտել ենք, որ մեր եկեղեցու բանալիները չպիտի տանք Եվ իրենք։ ուղիղ ասվել է, որ օրինակ վաղը չներկայանա ոչ մեկ եկեղեցի, նման հրահանգ։ Տեսեք, մենք չենք կարող ներկայանալ, որտեղ Իրաքի օրը անկախ իրանց գալուց չգալուց մենք պատարակ ենք մատուցում, բոլորս մեր ծառայությամբ մենք պատարակի մեջ ենք 7 երկումով պետք է պատարակ այսօր մատուցել։ Դե խառը իրավիճակ էր, այն քահանան ով որ պատարակ էր, այսինքն հերթապահ էր, պատարակության իմաստով ինքը հիվանդացել էր, քանի օրեր էր, եւ ինքը բնականորեն չպիտի լիներ։ Մյուս քահանան, որ նոր ձեռնադրված էր առաջ պատարակը պիտի մատուցեր, պետք է գնալ Էջմիածին, որովհետեւ խնդիր գոյություն ուներ հանդիպելու Գապար Հայրապետին, այդպես է ասում, նոր ընծաները պատարակից հետո գնում է։ Շիրակի թեմի հոգևորականներից մեկը գար եկեղեցի ինչ տեղի կունենա։ Երբ որ եկեղեցին կնքել են եւ ձեզ դուրս են հանել եկեղեցուց, պիտի գա եւ առավոտանը ոչ մեկին չեն թողում։ Այսինքն երբ որ երեկոյան հանել են եկեղեցուց եւ առավոտել չեն թողնում։ Չէ, գայքը Խաթարելով, ընդ որում խաթարելով մեր ծիսական արարողությունը, կանոնական ծիսական արարողությունը եւ նաեւ այն հավատացյալների, որոնք այսօր այստեղ չէին, բայց այս թեմից էին, ոչ թե բերված անձնավորություն են։ Իրենց կրոնական ծես անցկացնելու իրավունքը խաթարելով, որը քրեական հանցանք է։ Դե նշան, հիմա ասում են Եվ արգելելով։ կաթողիկոսը զավակ ունի 10 arczepiskopos-episkoposներ միացնում նրա հերացման պահանջը։ Դուք ունեք այդ Ես ձեզ մի հատ, ես պատասխան ունեմ այսպեսին, լսեք, ուրեմն։ Լսեք եւ մի հարց մի տվեք, սադրիչ հարց մի տվեք։ Ուրեմն եթե կաթողիկոսն է հարցը, ես էլ ուղիղ ձեզ հարց պատասխանում եմ։ Ուրեմն ինչ կապ ունի, երբ որ օրինական պատարակին չեն թույլ տալիս այստեղ պատարակ մատուցելու, այսինքն լիազոր իրավունք ունեցող պատարակին եւ բերում են ուրիշ տեղից մի բան։ Դա ինչ կապ ունի կաթողիկոսի զավակ ունենալու կամ չունենալու հետ։ Ես քեզ պատասխանում եմ էլի։ Ցիվիկից ես, հա, երևում է։ Ուրեմն մի բան կարող եմ ասել ձեզ։ Ուրեմն եթե ձեր հետևից ընկնեն, հա, ինչու՞ չէ, ես զավակի բան չասեցի, ուղղակի սպասում եմ իրենից այդպեսի հարցի։ Նարեկ ջան, հա։ Դու ես մեր զավակը, հա, նա արտիկից ես, չէ։ Հա։ Չէ։ Ուրեմն ես չեմ պատասխանելու, որովհետև դա իմ իրավունքը չէ։ Դու դավաճանել ես քո կնոջը։ Ես քին չունեմ։ Չունես, ուրեմն ուրիշ տղամարդու հետ դավաճանել ես երբևէ։ Ում է։ Չգիտեմ ում հետ։ Ում տավաճանես։ Դու քո մարդկություն ամուսնացած ես, ուրեմն կարող ես դու բանես։ Մի րոպե կներես, իսկ դու կարող ես հանգարց ասենք լեվի ես գնացել։ Ես ուղ չեմ տվել ոչ մեկին։ Ես ոչ մեկին Իսկ դու կարող ես քո բանը, ուրեմն ասես թե իմ անձնական դա էլ ուրեմն իմ անձնականն է, կպատասխանեմ թե չէ։ կաթողիկոսը կուսակրոնության ուղղ չէ, տվել մի րոպե, Ժորջան, հարց է։ Ուղղակի դու ձեր աստիճանին մի գնացեք։ Հարցեր կան, որոնք չպիտի տաք։ Ուրեմն հենց այդպես։ Բարոյական չէ ձեր կողմից այդ հարցը։ Բարոյական չէ իմ հոր հանդեպ այդ հարցը տալ։ Իմ հայրը շատ բան կարող արածնի։ Ուշադիր լսի, հայրը շատ բան արած կլինի։ Ու հաստատ արել է այդ ամենը, լավ եմ անում։ Ուրեմն քո
Հենա էլի, խնդրում ենք, գնացեք։ Ուրեմն, գնա խաղաղության, ճիշտ է։ Ինչ արեք։ Ուրեմն լսի, տղաս։ Անունդ ասա, խնդրում եմ, հա։ Գովա ջան, ուրեմն լսի, հարցեր կան կյանքում։ Իմ հոր վերաբերյալ։ Բարոյական չէ գալ եւ քեզ հարցնել քո հայրդ եւ մայրդ ինչ ա արել։ Կարող է արել է։ Հասկանում ես, ուրեմն այդ հարցը մի տուր ինձ։ Կաթողիկոսը իմ հոգևոր հայրն է։ Հա, իմ հոգևոր հայրն է, իմ եկեղեցու գլուխն է, ինքը ոչ աղանդավոր է, ոչ իրեն կարգալուծեն արե եւ այն ունեմ, մի տուր այդ հարցը, որտեվ հարցեր կա, որ ճիշտ չի, բարոյական չի տալը, այդքան բան։ Եթե հարցնում եք, պատասխան չունեք։ Եթե ոմանք մեղադրում են որևէ մեկին, թող գնան ապացուցեն։ Եղավ, ոչ թե եթե դու ինձ 10 սրբազանը դա չի ասել, 10 սրբազանի հայտարարությունը գնացեք կարդացեք եւս մեկ անգամ։ Ասա, իրենք էլ են անում։ Մաքրման կարգ անցկացնելու եք եկեղեցին։ Դες նոր պատասխանեցի դա էլի։ Չեմ կարող ես պահին ձեզ ասել, որ 5 անգամ էլ ակցնեք 50։ Բայց ոչ, ինչ զրկված է, ինչից է ինձ կարկալույց չեղած չի է, սո բանը գործող հոգևորականը ինչ կարիք կա ինչ ոչ գործընթաց։ Դե ուրեմն գիտեք, կարկալույց չեղած չի, բայց ինքը իրավունք չուներ։ Արդեն ըստ երևույթին կարկալույց է։ Միքայել Ըստ երևույթին կարգ կանոնակարգ, որ Շիրակի Ինքը իրավունք չունի մտնի տարած որևէ քահանա առանց առաջնորդի թույլտվության։ Սա առաքելական կանոններից սկսած է։ Նզովքով ուրեմն պսակվող կանոն է դա։ Նզովք նշանակում է եկեղեցուց հեռացման։ Նզովքը բանը չի։ Փաստել, որ Շիրակի թեմի հոգևորականները, այսպես ասած, բարոյական ապտակ հասցրեցին իշխանությանը, որ միասնական մնացին։ Դրան թողինանք պատասխանեն, ապտակ էր թե ապտակ չէր։ Ես չգիտեմ, ապտակ էր իրենց համար, թե չէ։ Իսկ ինչպես կգնահատի Միքայել Սրբազանը ձեր այս Ում արարք է։ Շիրակի թեմի հոգևորականները։ Ինքը արդեն գնահատել է իր հայտարարության մեջ։ Չի արել, նա Չէ, հին հայտարարության մեջ ինչ արել։ հորդորել է ինչպես։ Չէ, ինքը ասել է բարձր եմ գնահատում Շիրակի թեմի իմ կանոնները լացան։ մեջ ասում էր 7 վերքը 2 անգամ դիմակայել է թուրքերին, այս անգամ էլ կդիմակայի։ Դուք թուրք եք համարում իշխանական թեմին։ Տեսեք, նայեք, դուք ինչ եք ասում հիմա ինձ։ Դուք Միքայել Սրբազանին պիտի հարցնեք դրա մասին։ Դուք ինձ հարցնում եք, թե ինքը ինչ ա գնահատում կամ իր ասածը վերագրում եք ինձ։ Նարեկ ջան։ Հա, դա թեմի հայտարարություն չէ, ներողություն, ինձ թվացել էր դա։ Ես կարծում եմ, որ այստեղ պատկերավոր ասած նրանց, ովքեր որ եկեղեցին նույնիսկ եկել են, այս քաղաքում եղել են, բայց չեն արել այդպիսի բան, այսինքն թույլ են տվել, որ եկեղեցուն պատարակ մատուցվի օրինավոր քահանայի կողմից։ Մեկը երևի բոլշևիկներն են այդպիսի բան ինչ-որ ժամանակ արել, երբ որ այնա գնդակահարված հոգևորականների բանը կա։ Սրա մասին է խոսքը։ Հիմա երբ որ մենք ասում ենք 1000 հոգի, նկատի չունենք 1000-ը։ Մենք նկատի ունենք շատը։ Չէ՞, մեր լեզվի մեջ այդպիսի բաներ կա։ Շնորհակալություն։